Ես ուզում եմ այսօր էլի շարունակեմ հարության մասին խոսել, այսօրվա իմ քարոզի վերնագիրը այսպես է հարյալի զրույցները։ Ես հավատում եմ, որ հարյալի զրույցների հետ պետք է մենք հաշվի նստենք, սիրելիներ։ Գիտեք, այնքան շուտ մարդիկ կարան հետ գնան կարևորներից ու սովորական դառնան, ասեմ ձեզ սովորականը նա միշտ արտասովորի թշնամին է դառնում։ Ու դու պետք է ամեն ինչ անես, որ քո քրիստոնեական կյանքը սովորական չլինի։ Երբ որ հանկարծ սովորական է դառնում, դա քո բաց թողումն է, ոչ մեկ ուրիշի։ Դու պետք է փոխես քո վերաբերմունքը։ Անկամ ներողություն խնդրես, շատ արագ վերականգնես քո արտասովոր կյանքը, որ Քրիստոսի մեջ ունես։ Երբ որ մենք սովորական ենք ապրում քրիստոնեական կյանքը, գիտեք, մենք հավասարում ենք մեղավոր մարդու։ Բայց որ արտասովոր կյանքով ես սկսում ապրել, դու չես ուզում սովորականի պես ապրես մեղավոր ստանդարտներով, այդ երուզերով, որ այս աշխարհում կա։ Դու ուզում ես Աստծո ուզած ձևով ապրես։ Սա մեր ժառանգությունն է, ու մենք պետք է դրա հետ համագործակցենք Հիսուսի զորավոր անով։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ սկսեմ իմ խոսքը հետևյալ զրույցից, որ Հիսուսը բարձրաձայնեց, երբ որ Մարկոսի 16-րդ գլխում մենք կարդում ենք, Հիսուսը խոսեց մարդկանց հետ, իրան հետևող մարդկանց հետ։ Ու տեսեք ամենահետաքրքիր բաները, որ մենք ստե լսում ենք։ Կարդում եմ ձեզ համար 9-րդ խոսքից։ Եկեք հետևենք։ Այսօր մենք հարյալի զրույցների շուրջն ենք ծավալելու մեր քարոզը, մեր ուսմունքը, մեր իրար հետ սեն շփվելը, հաղորդակցվել Աստծո խոսքի շուրջ։ Այնպես որ թող միտքդ ուրիշ տեղ չգնա, քո մտքի ղեկավարը դու եղի եւ ոչ թե միտքը քեզ ղեկավարի քեզի հերու տեղեր տանի։ Հենց հիմա դու որ այստեղ ես, գերի վերցրա ամեն մի միտք ու հնազանդեցրու Քրիստոսին, որովհետեւ Քրիստոսը այստեղ ներկա է։ Սիրելիներս, ես մի օր մի ծառայության ներկայի, պատկերացեք, ասուն այսպես հարց տվեցի, ասեցի, այ Հիսուս ջան, այնքան հետաքրքիր է, ոնց ես դու կարողացե միևնույն ժամանակ մարդկանց մտքերը իմանաս, լսես, թե մարդիկ ոնց են իրանց ներսում մտում կամ մտածում կամ ինչ են մտածում։ Ես այս մտքերով ընկած կարդում էի այդ հատվածը, որ Հիսուսը նրանց խորհուրդները իմանալով հանկարծ իրանց ասեց. ինչու եք չար մտածում ձեր սրտերում, ինչու եք շեղված բաներ մտածում ձեր սրտերում, ինչու եք անջատված բաներ մտածում ձեր սրտերում։ Ու այս հատվածը ինձ այնպես գրավեց, որ ես ասում թերևս ես այդպիսի բան չեմ վերապրել հələ, այ բայց հետաքրքիր կլինի մի օր վերապրես Հիսուս, այդ ինչքան հետաքրքիր է։ Ու ես գտնվում եմ Ռուսաստանում մի տեղ ծառայության էի, ու դուք պատկերացեք ծառայության ժամանակ ես խոսում եմ ընտանիք թեմա հարաբերությունների մասին եմ խոսում, մեկ էլ հանկարծ այդ պահին պատկերացեք այնքան ուժեղ Աստծո ներկայությունը եկավ այդ խոսքի միջոցով այդ սրահի մեջ, որ այս մարդկանց մտքերը ինչ էին իրանք մտածում այդ պահին, ես սկսեցի լսել։ Ես մի պահ քարացա, ու ռեալ լսում եմ Այս մեկը ինչ մտածում, այն մեկը ինչ մտածում, այն մեկը ու սաղի մտքերը sense ոնց որ sense բաց դառան մի ակնթարթում ինձ համար ու գիտեք ինչներ հետաքրքիր, դե իրանք չգիտեն ինչ եմ ես լսում այդ պահին։ Տերը բացել է ինչ որ բան, ես բաներ եմ լսում, մեկ էլ ու գիտեք ամենազարմանալի ազդեցությունը, որ ավելի թանձրացրեց Աստծո ներկայությունը, մեկ էլ ես sense ասում եմ, այն ինչ որ մտածում ես գնա ու արա։ Ուրեմն ամբողջ դահլիճը քարացավ մի ակնթարթ, ոնց որ բոլորը հասկանային ինչ եմ ասում։ Ասում եմ, այո, յուրաքանչյուրդ եմ ասում։ Ինչ որ դու մտածում ես հենց հիմա, գնա ու արա դա անպայման։ Ու իրանք ոնց որ հասկանային, որ Աստված բացել է իրանք մտքերը, ես լսում եմ, ու իրանք հասկացան, որ այն, որովհետև ես այս բաներ լսում, ես հեսա կեթամ այս բանը կանեմ, ես կեթամ այն բանը կանեմ, ես կեթամ այս բանը կանեմ, նրանք այսպես մտքեր են, ու ես դա լսում էի, ու ես իրանք ասում եմ գնացեք եւ արեք այդ բանը։ Դրա համար ես ուզում եմ իր նկատմամբ ուշադիր լինեմ, որովհետև Տերը այսօր բան ունի ասելու։ Հալելույա։ Եկեք ուշադիր լինենք, իրականում Հիսուսը բան է ուզում քեզ ասի։ Եկեք կարդանք 16-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Հիսուսի զրույցների թեման ենք բարձրաձայնում։ Հիսուսը երբ որ հարություն առավ, իդեպ ես չեմ սխալվի, որ ասեմ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Այդ իրականությունը դեռ պրծած չի։ Կարդանք։ Եվ Հիսուսը երբ որ հարություն առավ մի շաբաթի առավոտյան, առաջ երևեցավ Մարիամ Մագդաղենացուն, որից 7 դևեր հանել։ Եվ նա գնաց պատմեց նրա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։ Նրանք էլ լսելով, թե կենդանի է, երևեցավ նրան չհավատացին։ Սրանից հետո 12 խոսքն եմ կարդում։ Սրանից հետո ուրիշ կերպարանքով երևեցավ նրանցից երկուսին, որ ման գալով հանդն էին գնում։ Նրանք էլ գնացին այն, մյուսներին պատմեցին, բայց նրանց էլ չհավատացին։
Վերջը, երբ որ այն 11-ը սեղան էին նստած, նրանց երևեցավ եւ նրանց անհավատությունը եւ քարասրտությունը հանդիմանեց, որ չհավատացին նրանց, որ նրան տեսել են հարություն առած։ Լսում եք։ Ուզում եմ, որ Սուրբ Հոգու հանդիմանությունը այսօր վերցնի մեր ամեն մեկից միտքը ու սիրտը։ Գիտեք ինչ հարցում, որովհետև մենք ապրում ենք, ասես թե քրիստոնեական կյանքով, բայց ոչ այն հավատքով, որ Քրիստոսը հարություն առե։ Սիրելիներս, թող այդ քարասրտությունը հանդիմանվի Հիսուսի կողմից իմ ու քո ներսում եղած, որ ես ու դու հարության լուրին հավատանք, որտեղ դրա մեջ է մեր զորությունը, մեր կարողությունը, մեր փոփոխությունը։ Մենք երբ որ հարության զորությունը մի կողմ ենք դնում, մենք չենք փոխվում, որովհետև հարության իրականությունն է պատճառ մեր փոփոխությունների համար։ Գիտեք ինչու? Որովհետև Քրիստոսը մեռելներից հարություն առե։ Նա հույսի հեղինակն է, նա կապանքները քանդող մեկն է, բայց եթե այս հարության լուրը հանկարծ հետ է նահանջում քեզանից, դու սկսում ես նորից նույն ձևով ապրել, նորից նույն իրավիճակի մեջ հայտնվել։ Եկեք տեսնենք ինչու Հիսուսը հանդիմանեց նրանց քարասրտությունը, որովհետև հարության լուրի հետ ապրել, աշխատելը իրականում այն ամենամեծ կռիվներից մեկն է, որ թշնամին ուզում է բերի իմ ու քո կյանքի դեմ, որ ես ու դու հարության իրականությամբ չշարժվենք եւ հարության զորությամբ չգործենք, որովհետև երբ որ այդ արանքից հանում ենք, քրիստոնեությունը դառնում է մեռած կրոն։ Չփոխված կյանքեր, անուն կա, ձև կա, բայց ոչ փոխված կյանքեր։ Հարության իրականությունը փոխված կյանքերը ապահովում մեր յուրաքանչյուրիս համար։ Այդ ինչի համար այդքան հակառակություն կարող գա այս թեմայի շուրջ եւ ինչու թե շատ բաներ գալիս են, որ իմ ու քո ուշադրությունը շեղեն այս կարևորների վրայից, սիրելիներ։ Նորից ուզում եմ կրկնված լինեմ։ Հիսուսը չզլացավ 40 օր կենտրոնացած լինելու հարության իրականության վրա, որ իր աշակերտների մեջ հաստատի, ապացուցի եւ այդ հարության իրականությունը բարձրացնի, որ իրանք, երբ որ Սուրբ Հոգին իրանց վրա գա, նրանք բովանդակ աշխարհը կարողանան փոխեն։ Սիրելիներ, երբ որ հարության վկայությունը քո ներսում բարձրանում է, դու ամեն տեղ ուզում ես կիսվես իր մասին, դու ուզում ես խոսաս իր մասին, դու ուզում ես կյանք փոխանցես, նրանից է կախված ամեն բան, առանց դրա մենք չենք կարա ճեղքենք, սիրելիներ, ուզում եմ, որ սրան ուշադրություն դարձնենք։ Հալելույա։ Եկեք բացենք հիմա Հովհաննեսի 21-րդ գլուխը։ Հիսուսը խոսում է մարդկանց հետ, ինքը այցելում է ու իր վկայությունները նորից ու նորից շարունակում է։ Ու գիտեք, ինձ այնքան զարմացնում է իր հետևողականությունը։ Ես ուզում եմ իրանից էդի սովորեմ։ Ես ուզում եմ իր հետևողականությունը սովորեմ։ Երբ որ ինքը հետևողական է ինչ որ հարցի շուրջ, ես էլ եմ ուզում իր նման հետևողական դառնամ։ Գիտեք ինչու? Որովհետև ինքը լավ օրինակ է։ Կարելի ասել միակ օրինակն է։ Ոնց դու կարողանաս շարժվես, ապրես, գործես։ Եթե ինքը հետևողական է ինչ-որ հարցի մեջ, ես էլ պետք է հետևողական դառնամ ինչ-որ հարցի մեջ։ Ու նամանավանդ այս հարցի մեջ, հարության այս կենթանության իրականության մեջ, գիտեք, պետք է ես ու դու վերապրենք, ճաշակենք, որպեսզի դրա զորությամբ էլ շարժվենք։ Եկեք հիմա իրար հետ կարդանք։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ Հիսուսի զրույցները Պետրոսի հետ եւ այդ իրարանցումները, որ այս գլխում տեղի ունենում։ Եկեք կարդանք միասին, շատ զարմանալի է։ Ուրեմն Հովհաննես 21:1-ը այսպես է ասում. Սրանից հետո Հիսուսը դարձյալ իր անձը հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովի եզրում մոտ եւ այսպես հայտնեց։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը հայտնեց։ Այս բառից բռնվեք, որ Հիսուսը հայտնեց, սա մի երևույթ է, որ դու կարաս խնդրես Սուրբ Հոգի, հայտնի, սա հայտնության մասին է խոսում, նա հայտնեց, եթե հայտնեց, ուրեմն մենք հայտնության կարիք ունենք, առանց Սուրբ Հոգու հայտնության մենք ոչ մեկս չենք կարող հարության իրականության մեջ ման գանք։ Հիսուսը անձամբ հայտնեց իրան, ու մենք այսօր կարիք ունենք, որ Սուրբ Հոգի հայտնի Հիսուսի իրականությունը, հարյալի իրականությունը հայտնի, որ մենք հայտնության հիմքի վրա գործենք, շարժվենք, առաջխաղացում ունենանք։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Պատկերացեք մի քանի օր առաջ Հիսուսը հանդիպել էր աշակերտներին, հետաքրքիր ձևով նրանք մատները մտցրել են իր վերքերի մեջ, նրանք տեսել են ոնց է Հիսուսը հաց ուտում, նրանք տեսել էին, համ վկայություններ են լսել, համ տեսել էին, ու հանկարծ իրանք այդ ամեն ինչից հետո որ Հիսուսը երևույթեր դարձել, նրանք սովորականի պես գնացել են էլի իրանց գործի մեջ։ Երբ որ մարդիկ հարության իրականությունը կորցնում են իրանց տեսադաշտից, բոլորը
անխտիր կերպով հետ են վերադառնում իրանց հին սովորություններին։ Լսեցիք։ Երբ որ հարության իրականություն տեսադաշտից մարդը կորցնում է, նա հետ է վերադառնում իր հին սովորություններին ու ձևերին։ Ու դա նկարագրված է այստեղ։ Կարդում եմ ձեզ համար։ Նրանք շուտ մոռացան հարյալի հանդիպումը եւ հին սովորություններին վերադարձան։ Հովհաննեսի 21:2-4 խոսքերը կարդում ենք, որ ասում է միասին էին Սիմոն Պետրոսը, երկվորյակ անվանված Թովմասը, Նաթանայելը, որ Գալիլեայի կանայիցն էր, Զեբեդեայի որդիկը եւ նրա աշակերտներից ուրիշ երկուսն էլ։ 7 մարդ իրար հետ մոռացան, որ Հիսուս իրանց հանդիպել է եւ բոլոր գնացին ձուկ բռնելու։ Եվ Պետրոսը այսպես ասում, Սիմոն Պետրոսը 3-րդ խոսքում ասում այսպես. Ես գնում եմ ձուկ բռնելու։ Նրան ասեցին. մենք էլ ենք գալիս քո հետ։ Գնացին եւ շուտով մտան նավը եւ այն գիշեր ոչինչ չբռնեցին, երբ որ արդեն առավոտ եղավ, Հիսուսը ծովի եզրում կանգնած էր, սակայն աշակերտները չճանաչեցին նրան։ Դարձյալ չճանաչեցին նրան։ Հարյալ Տերը կանգնած է, բայց նրանք էլի չեն ճանաչում։ Գիտեք ինչու? Որտեվ երբ որ հարության իրականության հետ չես աշխատում, դու Տիրոջը չես ճանաչի։ Ինչ են կատարվում, նրանք նորից իրան հին սովորության մեջ են գնում։ Ինչ ասում Հիսուսը։ Նայեք։ 5-ից 8 խոսքերն եմ կարդում։ Իսկ Հիսուսը նրանց ասեց. տղերք, ուտելու բան ունեք։ Սա հարյալ մարդու խոսքեր են։ Մենք պետք է այս խոսքերը պրոստը չկարդանք ուղակի կարդալու համար։ Մենք հարյալ մարդու խոսքեր ենք կարդում, հարություն առած մարդու խոսքեր ենք կարդում։ Ինչա նա ուզում հետապնդում իր աշակերտների մեջ, որ իր ով լինելը նրանց մեջ հաստատվի, որ նրանք այդ իրականության հետ աշխատեն ու դրան համապատասխան գործեն ու առաջխաղացում ունենան։ Լսեք, ամենազարմանալի բանը, իսկ Հիսուս նրանց ասեց. տղերք, ուտելու բան ունեք։ Պատասխանեցին նրան ոչ։ Նա էլ ասեց նրանց. ուրկաները նավի աջ կողմը գցեք եւ կգտնեք։ Լսեցին եւ արեցին առանց առարկելու։ Պատկերացնում եք։ Լսեցին եւ արեցին առանց առարկելու։ Դուրս գիտեք ինչն է գալիս, որ այս մարդիկ իրանք չեն առարկում այս ժամանակ։ Հրահանգ եկավ, աջ կողմը գցեք, մի անգամ իրանք լսում ու անում են։ Շարունակենք, այստեղ շատ հետաքրքիր բան է։ Ղուկասի 5:5-ից 11 խոսքերում այս դեպքը կարելի ասել առաջին անգամ է տեղի ունենում, երբ որ Հիսուսը նավի մոտ սովորացնում էր, մեկ էլ տեսավ Պետրոսը ու իր աղբերը, մյուս աշակերտները ամբողջ գիշեր աշխատել են, ոչ մի բան չէին բռնել ու իրանք լսում են Հիսուսի խոսքերը, Հիսուս իրանց ասում է. մի քիչ խորը գնացեք, ձեր ուրկաները գցեք ու իրանք ասում են, սա գիշեր աշխատել ենք, դա նշանակում է առարկել, բայց քո խոսքի խաթր կգցենք, ուրկանու գցեցին ու մի մեծ բազմություն ձկներ բռնեցին ու այդ ժամանակ բոլորին ահը պատեց։ Սիրելիներ, ուզում եմ ստե մի հետաքրքիր բան տեսնեք։ Երբ որ իրանք առաջին անգամ հանդիպեցին Հիսուսի արած այս հրաշքին, այդ բոլոր ձկնորսները, որ այդտեղ ներկային, ասում է ահը պատեց իրանց եւ անգամ Պետրոսը ինչ արեց, ասեց Հիսուսին, ինձանից դեն գնա, ես մեղավոր մարդ եմ։ Երբ որ առաջին անգամ Հիսուս այս հրաշքը արեց, նրանք հասկացան, որ սուրբ մարդու հետ գործ ունեն, իրանք մեղավոր մարդ են։ Բայց երբ որ ստեղ նայենք, ինչ է կատարում, հարյալ Տիրոջ ազդեցությունը տեսնենք։ Երբ որ նրանք լսեցին առանց առարկելու, իրանք այդ ամենը գործի կոչեցին։ Նրանք էլ գցեցին եւ էլ չէին կարողանում քաշել ձկների շատության պատճառով։ Այն աշակերտը, որ Հիսուսը սիրում էր, նրան Պետրոսին ասեց. Տերն անա։ Որտեղից Հովհաննեսը հասկացավ, որ Տերն է, հրաշքի պատճառով հասկացավ։ Որտեվ այս հրաշքը իրանց աչքեր ասեց բացեց, այդ կատարված հրաշքը իրանց բացեց, որ էսի Տերն է, ու պատկերացնում եք, Հովհաննեսը հերվից է նայում, ոչ թե Հովհաննեսը նավի մեջ էր Պետրոսի հետ, ու հանկարծ ասում է Պետրոս, էսի Տերն է։ Ու ինչ անում Պետրոսը, եկեք տեսնենք։ Սիմոն Պետրոսն էլ երբ որ լսեց թե Տերն է, վերարկուն իր վրա առավ, որտև մերկ էր, եւ զինքը ծովը գցեց, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ Պետրոսը ինչ է անում։ Ոնց որ են առաջի դեպքում, հիմա դες չի վարվում։ Առաջի դեպքում ինքը ծածկվեց, ասեց, վայ ես էս ինչ մեղավոր մարդ եմ, ահը պատեց իրանց, բայց հիմա ուրիշ բան է կատարում, երբ որ հարյալ Տիրոջ խոսքերն է լսում, կամ հասկանում է, որ էդի Տերն է։
Ասում է զինքը իրան ծովը գցեց, իսկ մյուս աշակերտները եկան նավակով, որտեղ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ, ուրկանը ձկներով քաշում էին։ Պատկերացեք Պետրոսին էլ չէր հետաքրքրում այդ ձկները։ Նա լսեց հարյալ Տիրոջ մասին, նա լսեց, որ էսի Տերն է, նա պատկերացեք գցվել է ջուրը ու լողալով ափալ-թափալ ուզում է հասնի Հիսուսին։ Այն մյուսներն էլ չեն օգնում։ Ուրիշներն են գալի իրան օգնում։ Ես մտածում եմ, երևի ինքը ասել է, այս անգամ ես բռնելու եմ ու բաց չեմ թողելու իրան։ Որտեվ հազիվ ինքը նորից բացվել է, կայնի ես պետքա բռնեմ իրան բաց չթողեմ։ Սիրելիներ, եկեք տեսնենք, շարունակությունն եմ ուզում տեսնենք։ Սա զարմանալի իրարանցում է, որ իրանք վերապրում են։ Կարդում եմ Հովհաննեսի 21-ի 9-ից 14 խոսքերը։ Եկեք հետևենք։ Երբ որ դուրս եկան ցամաք, տեսան ածուխը կրակի վրա եւ նրա վրա դրած ձուկ եւ հաց։ Հիսուս նրան ասեց. «Բերեք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք»։ Սիմոն Պետրոսը նավը մտավ դրանից հետո եւ ուրկանը քաշեց դեպի ցամաք մեծ ձկներով լիքը 153 հատ։ Համարյա այսքան էլ 150 թե 153 հատ էլ եղել առաջին անգամ։ Ու ուսումնասիրողները տեղեկություն են տալիս, որ սա այդ ժամանակաշրջանում ազգերի թվի մասին էր խոսում, որ իրանց առաջ բացվելու է մի հատ մեծ հունձքի ծառայություն, որ իրանք 153 ազգերի մեջ գործ են անելու Քրիստոսի խոսքը ավետարանի հարության այս խոսքը պետքա տանեն, այդ ինչի համար իրանք այդքան մարդկանց այդքան ձկներ բռնել էին, այսպես ասած։ Լավ, էսի սա բնականon հրաշքներ է, բայց եկեք ուշադրություն դարձնենք, ինչ աստե տեղի ունենում։ Երբ որ Հիսուս նրանց ասեց, եկեք ճաշեք, եւ աշակերտները ոչով չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետեւ ասում է բոլորը գիտեն, որ ինքը Տերն է։ Ուրեմն տեսեք, այս հատվածում առնվազն մենք տեսնում ենք երկու հրաշքի արձանագրություն։ Մի հրաշքը, որ ինքը ձկները շատացնում է նորից, կրկնում է հրաշքը, որ իրանք տեսնեն, ով անում է, արդեն հարություն առած Հիսուսն անում։ Ոչ թե սովորական Հիսուսը, որ մենք գիտենք ինքը հրաշքներ արել, այլ մենք տեսնում ենք, որ ինքը անգամ հարություն առած ժամանակ էլի հրաշք անում մեկ նպատակով, որ հաստատի իր աշակերտներին, որ ես եմ հրաշքի հեղինակը։ Ու դրանով ինչ անում, իրանց ուշად դրությունը գրավում է, որ հրաշքների տարափը հարությունից հետո չի ավարտվելու։ Նա ավելի շատանալու է, նա հաստատում է, որ նրանք հանկարծ չխեղճանան, այլ իրանք հարության զորությամբ շարժվեն գործեն ու մեծամեծ գործեր իրականացնեն այս աշխարհի մեջ։ Եվ երկրորդ հրաշքը հետևյալն է, սիրելիներ, երբ որ ինքը հաց ու ձուկը արդեն պատրաստում էր։ Գիտեք, հաց ու ձուկը ինքը մի օր վերցրեց, օրհնեց ու տվեց իրանց, որ նրանք ուտեն։ Նրանք նույնպես այդ վկայությունը տեսան, որովհետև գրված է 13 խոսքում Հիսուսն էլ եկավ եւ հացը առավ եւ նրանց տվավ, նույնպես էլ ձուկը։ Սա երրորդ անգամ էր, որ Հիսուսը իր աշակերտներին երևեցավ մեռելներից հարություն առնելուց հետո։ Ու մենք ինչ ենք տեսնում, որ Հիսուսը հրաշքների հիշատակները բերելով առաջին տեղ ինքը հաստատում է, որ ես նույնն եմ, ես այն նույն Հիսուսն եմ, որ հրաշք եմ արել ձեր կյանքում եւ հրաշք եմ, նշան եմ ցույց տվել ձեր կյանքում, ես այդ նույն Հիսուսն եմ, որ այսօր կենթանի եմ մեռելներից հարություն եմ արել ու ես ձեզ համար կանգնած եմ։ Նա իր վկայությունները բարձրացնում է մեր յուրաքանչյուրիս համար, գիտեք ինչու, որտեղ մենք առանց այդ իրականության մենք ասես հետ ենք եթում մեր հին սովորություններին։ Ինչ արեց Հիսուս այս դեպքում։ Այս դեպքում այս մարդկանց իրանց հին սովորություններին վերադարձած վիճակից նորից հետաբերում այն նպատակի վրա, որ իրանք պետք է իրականացնեն։ Սիրելիներ, եկեք շարունակենք։ Արտասովոր զրույցը Պետրոսի հետ մեր համար շատ կարևոր է, որ ես ու դու դրա հետ հաշվի նստենք։ Եկեք տեսնենք ինչ է խոսում Հիսուսը Պետրոսի հետ։ Հարյալ Տերը Այս բոլոր խոսակցությունները հարություն առած մեկի զրույցները, երբ որ ես ու դու կարդում ենք այս հատվածը, եկեք մեզ դնենք այդ մարդկանց տեղը ու գիտակցենք, որ հարություն առած մեկն է իրանց հետ խոսում, ոչ թե ուղակի լոկ խոսքեր, որ մենք գիտենք։ Մենք պետք է ուղակի չկարդանք կարդալու համար, մենք պետք է խորհենք, Այս ինչ հետաքրքիր է, ինչ էին վերապրում, երբ որ հարություն առած Տերը ռեալ շոշափել ձեով իրանց համար բացվել է ու իրանց կյանքի դասեր է տալիս, հրաշքներ անում, իրանց հետ բաներ է սովորացնում, որ իրանց ուշադրությունը պահի կարևորների վրա, որ մարդիկ հետ չվերադառնան իրանց հին սովորություններին։ Եկեք տեսնենք, երբ որ Հիսուսը ճաշելուց հետո թեքվում է Սիմոն Պետրոսի հետ ու սկսում է զրույց անել։ Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Դրանցից ավելի
Այստեղ ուզում եմ ասեմ, մենք բոլորս սիրում ենք դրանցից ավելի լինելը։ Բայց մենք բոլորս, ովքեր այդձևի մտածելակերպ ունենք, որ միշտ առաջ ենք ընկնում, ամենաշատ խնդիրներն էլ առաջացնողն ենք դառնում։ Երբ որ Հիսուս Պետրոսին ասում էր, գիտեք ինչի, որովհետև Պետրոս միշտ առաջ ընկնող էր։ Դրանցից առավել ես սիրում ինձ։ Ու Պետրոս ասում է, հա, քեզ սիրում եմ։ Հիսուս ասում է, որ սիրում ես, գնա ու ծառայի գառներին։ Հետաքրքիր է, որ Պետրոսը ամեն հարցում առաջինն է եղել, անգամ ուրանալու հարցում էլ առաջին եղել։ Ով ուզում է մեկը մյուսից առավել լինի, ինքը ուրեմն ուրանալու հարցում էլ է մեկը մյուսից առավել լինելու։ Դուք պետք է Հիսուսի հետ լինեք, սիրելիներ։ Եկեք տեսնենք, երբ որ Հիսուս այս խոսակցությունը բարձրացնում է Հիսուսը Պետրոսի հետ, նա կարևոր բան է դնում, նրան ուզում է բերի մի հատ կարևոր դաշտ, որտեղ ինքը պետք է հարության իրականությունից շարժվի եւ ոչ թե իր երևացող իրականությունից։ Կարդանք այս հատվածները։ Ուրեմն Հիսուսը ասում է. «Սիրում ես ինձ»։ Դրանցից առավել նա էլ ասեց. «Այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ»։ Քեզ նրան ասեց. «Արածեցրու իմ գառները»։ Երկրորդ անգամ դարձյալ ասեց նրան. «Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ»։ Նրան ասեց. «Այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Նրան ասեց. «Արածեցրու իմ ոչխարները»։ Եվ երրորդ անգամ ասեց նրան. «Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որովհետև երրորդ անգամ նրան ասեց, թե սիրում եմ քեզ։ Հա, սիրում ես ինձ։ Դրանից տրտմեց, որ երրորդ անգամ հարցնում։ Եվ նրան ասեց. «Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Հիսուս նրան ասաց. «Արածեցրու իմ ոչխարները»։ Ինչ եմ ուզում այս հատվածի մեջ ձեր աչքերի համար բացեմ։ Եկեք ուշադրություն դարձնենք, մենք բոլորս գիտենք պատմությունը, որ ինքը ուրացել է, չէ՞, Հիսուսին 3 անգամ, հավը դեռ չկանչած, 2 անգամ դեռ չխոսած, ինքը ուրացավ 3 անգամ։ Ինքը ուրացավ, ու գիտեք դա անգամ ինչ ձևով ուրացավ։ Ինքը անգամ անիծեց, որ այդ մարդուն չի ճանաչում։ Իր ուրանալու մեջի խոսակցությունը, որ լսում ես, դու կարելի ասել, ասում ես լավ, այդ կարգի կարա իրավիճակը քո վրա ճնշում գործածի, որ դու վախի ազդեցության տակ ամենավերջին ուրանալու process-ը ակտիվացնես։ Այո։ Այո։ Երբ որ դու կանգնես մի հատ լուրջ բանի առաջ, կամ Քրիստոսը կամ գլուխդ կտրում ենք, չի բացառվում, որ շատերը մեզանից կարող է եւ ուրանան։ Զուտ կյանքը պահելու համար։ Այդտենց իրավիճակի մեջ է կանգնած եղել Պետրոսը, որովհետև ինքը հաջորդն էր ելնելու։ Ինքը չէր պատկերացնում, որ կարող է իր վրա սպանության մթնոլորտ գա ու ինքը վախենա իր կյանքի համար։ Ու ինքը եղավ այդ վիճակում։ Լավ, հիմա էդի չի կենտրոնական։ Հիսուսը ինչ է ուզում իրան բացի։ Հիսուս իր այդ խոսալու ժամանակ, պատկերացեք, ես կարդում էի մի գրքի մեջ հեղինակ ասում է, որ օրիգինալում ինչ է գրված այդ սեր բառի տեղերում։ Ու իմ դուրը եկավ այդ պահ, երբ որ կարդում եմ։ Տեսեք մոտավորապես այսպիսի մոտեցում։ Հիսուսը ասում է Հովնանի որդի։ Հիշում եք Հովնան անունը ինչ է թարգմանաբար նշանակում։ Ով գիտի։ Աղավնի։ Մենք Հովնանի մարգարեությունն ենք։ Հովնանի անունը եբրայերեն թարգմանում է Աղավնի։ Ոնց որ ասի Աղավնու որդի, լուր բերող որդի, լուր բերող մարդ։ Դու սիրում ես ինձ։ Դու լուր բերող մարդ ես։ Դու լուր բերողի որդին ես։ Սուրբ հոգուց ուղարկված մեկն ես։ Դու սիրում ես ինձ։ Իհարկե ինքդ ես բարձր չեր ասում, ես եմ հիմա բարձր ասում։ Մտերմիկ զրույց էր։ Բայց ինչևէ ուզում եմ ստե ուշադրություն գրավել։ Գիտեք ինքը ինչ էր ասում, ասում էր դու աղավնու որդի, դու ագապե ես անում ինձ։ Այդ սերը, որ ինքը թե օգտագործում է, ագապե սերն է։ Ասում է դու ագապե ես անում ինձ։ Ու գիտեք Հիսուս Պետրոսը ինչ է պատասխանում, Պետրոսը այսպես ասում, այո Տեր, դու գիտես, որ ես ֆիլիո եմ անում քեզ։ Ֆիլիո ընկերական սիրո մասին է խոսում։ Ասում է ես ընկերական սիրով եմ սիրում քեզ։ Ես ընկեր եմ քեզ։ Դու ինձ բացել ես այդ հայտնությունը, որ ես քո ընկերն եմ, ես քո բարեկամն եմ, ես սիրում եմ քեզ ինչպես բարեկամ։ Էդի ֆիլիո սիրո մասին է, որտեղ Պետրոսին այդ ֆիլիո սերն է բացված։ Ինքը ասում է դե որ բարեկամ ես, արածեցրու իմ գառներին։ Դե եթե դու բարեկամի պես ես ինձ սիրում, ուրեմն արա ինչ որ ես քեզ անում եմ, ասում եմ։
Լսեք, երկրորդ անգամ նորից Հիսուսը իրան ասում է Պետրոս, Հովնանի որդի, շեշտելով, արդեն ասում է դու ագապե ես անում ինձ։ Ինքը ասում է Տեր, դու գիտես, ես Ֆիլո եմ անում քեզ։ Մեկ այլ խոսքերով ասած ես քո բարեկամն եմ, ես քո այդ բարեկամության ճոխության մեջ եմ հայտնվել, դու ինձ բարեկամ ես կանչե։ Հովհաննեսի 13-րդ գլխում 15-րդ գլխում գրված է, որ ես ձեզ բարեկամ եմ կանչում, ես ձեզ ծառա չեմ, ու Պետրոս այդ հայտնությունն ասում, ես քեզ բարեկամի պես եմ սիրում։ Ինքը ասում դե որ բարեկամի պես ես սիրում, արածեցրու ծառայի մարդկանց։ Էն էլ ասում է իմ մարդկանց ծառայի։ Մեկ էլ երրորդ անգամ, երբ որ Հիսուսը խոսում է Պետրոսի հետ, ասում է Պետրոս, ընդեղ էլ չի ասում, չէ Հովնանի որդի, չէ ասում է, 3 անգամ էլ ասում է Սիմոն Հովնանի որդի, չէ երրորդ անգամ ոնց որ թե չի ասում, չի ասում, երրորդ անգամ էլ ասում, կներեք, երբ որ ասում է Հովնանի որդի, դու սիրում ես ինձ, արդեն ստեղ Հիսուսը օգտագործում է դու բարեկամական սիրով ես սիրում ինձ։ Ու Հիսուս իրան ասում է, Պետրոս ասում է, Տեր դու գիտես ամեն բան, դու գիտես, որ ես քեզ բարեկամական սիրով եմ սիրում։ Ու Հիսուս իրան ասում է, այդ դեպքում, եթե բարեկամ ես քեզ համարում, ծառայի մարդկանց, ծառայի իմ մարդկանց, ծառայի իմ հոտին, ծառայի մարդկանց։ Գիտեք, ինքան կարևոր է, որ ես ու դու հասկանանք ինչ զրույցեր ստեղ Հիսուսը ակտիվացնում է մարդու մոտ, որտեղ այս մարդուն ուզում է բերի հայտնության դաշտ, որովհետև երբ որ Սուրբ Հոգին ձեր մեջ է, բայց դուք մենակ բարեկամություն եք սիրում, բայց ոչ թե հնազանդություն եք սիրում, այդ դեպքում դա լավ վիճակ չի։ Որտեղ մենք ուզում ենք ավելի շատ ընկերներ լինենք, բայց ոչ թե կատարածուներ լինենք կամ կատարողներ լինենք կամ ծառաներ դառնանք։ Մենք ուզում ենք ավելի շատ ընկերներ մնանք, քան թե իսկ ընկերները կարան իրականում ճիշտ ժամանակին պատասխանատվությունից էլ փախնեն։ Ավելի լավ է մենք բարեկամ մնանք, իրար հետ գործ չունենանք, որտեղ իրար չենք հասկանում։ Այդ նշանակում է, որ մենք չենք ուզում փոխվենք, չենք ուզում տաշվենք, չենք ուզում գնանք ավելի խորը հարաբերությունների մեջ։ Ավելի լավ է մեկի հետ մնանք բարեկամ, բայց ոչ գործ անողներ, էսի տիրոջից չի։ Ու Տերը էսա ուզում փոխի Պետրոսի մեջ։ Պետրոսը շատ հստակ գիտի, որ ինքը բարեկամության այս բանն է իրան բացված, բայց արդեն, որ իրան հրաման տան, հրանք տան, որ ինքը պետքա գնա բովանդակ աշխարհը, Տերը պատրաստում է այս բանին։ Նա առաջին ասում է, որ եթե դու բարեկամ չես, իմ գործը չես անի, բայց եթե բարեկամ ես, քեզ բերում եմ մի ուրիշ մակարդակի վրա, որ դու իմ սիրո կարիք ունես, որ դրանով լցված է թաս աշխարհը։ Հարյալ Տերը խոսում է այս մարդկանց հետ ու գիտեք այնքան հետաքրքիր է, եկեք մի հատ տեսնենք ինչ է կատարվում։ Սա ասես ցույց տալով, կարդանք ինչ խոսքեր է Պետրոսի կյանքի մեջ մարգարեական ազատագրում Հիսուսը։ Ասում է այսպես, 18 խոսքն եմ կարդում, ճշմարիտ ասում եմ քեզ, երբ որ պատանի էիր, ինքդ էիր գոտիդ կապում եւ ման գալիս, որտեղ որ ուզում էիր։ Բայց երբ որ կծերանաս, ձեռքերդ կմեկնես եւ ուրիշը գոտիդ կկապի եւ կտանեն, որտեղ որ դու չես ուզում։ Ու երբ որ ես այս հատվածը կարդում եմ, հանկարծ Տերը բացեց sense մի հատ հետաքրքիր մոմենտ։ Գիտեք ինչ մոմենտ, որ սա ոչ թե տարիքի մասին է խոսում, այլ հոգևոր հասակի մասին է խոսում։ Երբ որ պատանի էիր, դու ոնց ուզում էիր, տենց էիր շարժվում։ Սա խոսում է բոլոր այն մարդիկ, որոնք հասակ ունեն պատանեկության, բայց չեն ուզում առաջ գնան, բայց ինքը ասում է, հենց որ դու հասունանաս, այս ծերի պես դառնաս, հասուն մարդու մոտեցում ունենաս, ես քո հետ այսպես եմ վարվելու։ Դու չես անել ինչ որ դու ես ուզում։ Դու անելու ես այն ինչ որ ես եմ ուզում։ Այդ նշանակում է, որ մենք արդեն այդ դեպքում հանձնվում ենք իր կամքին ու ինքը անում է։ Ինչի համար Հիսուսը Պետրոսին այս կարևոր դասը տալիս։ Սիրելիներս, որովհետև Պետրոսը հաջորդ առաջնորդը պետք է լիներ իրանից եկեղեցու գործունեության սկզբի մեջ, որ պետքա մեծ դեր խաղար, մեծ գործ աներ։ Ու ինքը պետքա գիտակցեր ինքը ինչի մեջ է մտնում։ Շատ անգամ մարդը չի պատկերացնում, որ ինքը առանց հարության, այդ իրականության ու այդ պատասխանատվության գիտակցության ինքը չի կարող որից մի գործ կառավարի, ղեկավարի, որովհետև երբ որ դրան համապատասխան բաներ են բարձրանում, մարդիկ սկսում են կոտրվել։ Ու Հիսուսը Տերան ասում է հետևյալ, նայեք, ձեռքդ կմեկնես, ուրիշը գոտիդ կկապի եւ կտանեն, որտեղ դու չես ուզում։ Սա ասես ցույց տալով, թե նա ինչ մահով փառավորելու է Աստծուն։ Եվ սա ասելուց հետո նրան ասեց. ամենակարևոր արտահայտություն լսեք այս ամբողջ պատմության մեջ. իմ ետևից եկ։
Ինչի ում ետևից։ Իմ ետևից։ Ով ասողը, հարյալ Տերը։ Առաջ ինքը բնականon Տեր էր։ Երբ որ եկավ ձկնորսներին ասեց, իմ հետևից արի։ Ձկնորսները թողեցին, ինքը բնականon մարդ էր այդ ժամանակ, բոլորը իրան ինչպես բնականon մարդ էին տեսնում։ Իրանց ասեց իմ հետևից արի։ Ու ոչ մեկին երկու անգամ չի ասել։ Ոչ մեկին, նա մի անգամ ասեց, բոլոր թողեցին իրանց ինչ ունեն, հելան գնացին, ինչու, որովհետև դա մշակութային թեմա էր իրանց համար։ Ու իրանք գիտեին, որ երբ որ մեկ իրանց ասում է իմ հետևից արի, այդ նշանակում է, այս մարդը վարդապետ է, ու հաջորդ վարդապետը ես եմ դառնալու։ Այդ ինձ էին իրանց մշակույթի մեջ այդ արտահայտության հասկացողությունը, դա մեր մշակույթի մեջ ընկալելի բան չի, բայց իրանց մշակույթի մեջ դա բոլորի համար կանչի գաղափար էր, որ հաջորդ վարդապետն են դառնալու, որովհետև այդ արտահայտությունը այդ մշակույթի մեջ մենակ անում էր վարդապետը, այն աշակերտին, ով որ ունակ աշակերտ էր, որ հմուտ էր իր սովորելու մեջ, իր կրթության մեջ, Աստծո խոսքի գիտակցության մեջ, ու իրան ասում էր իմ հետևից արի։ Ու հանկարծ այս ձկնորսները ռաշպար մարդիկ լսում են Հիսուս իրանց ասում է իմ հետևից արի։ Ու իրանք տուն, տեղ, հեր, մեր, ընտանիք, ամեն ինչ թողում են, հլում են, եթում են։ Ու մեր մեջ էսի չի տեղավորվում։ Ու մենք ուզում ենք մեզ դնենք իրանց տեղ, ասում ենք ես չի կարող անել դա։ Որտեղից աներ, եթե դու համար ոչ մի արժեք չունի այդ արտահայտությունը։ Դու պետք է իմանաս, էսի կարևոր է։ Հիմա լսեք, ինքը բնականon մարդ, եկավ ստեղ, ինքը մեսիան էր, ծնվեց, եկավ բնականon մի մարդ ու իր հետևից կանչեց, ասեց իմ հետևից արեք, այս մարդիկ թողեցին, հելան իր հետևից գնացին։ Գիտեք, հիմա ուզում եմ ստե երկրորդ կողմը տեսնենք։ Հիսուսը, երբ որ ասեց այս բոլոր խոսքերը, թեկվա Պետրոսին ասեց, Պետրոս, իմ հետևից արի։ Առաջին անգամ լսեց բնական մարդուց Հիսուսից Պետրոսը իմ ետևից արի։ Երկրորդ անգամ հարություն առած Հիսուս Քրիստոսից է լսում ու էնել կրկնակի է լսում նույն արտահայտությունը։ Ուրեմն հարության իրականության հետևից կրկնակի ազդեցություն է պետք որ դու այդ հաս։ Հասկանում եք, եթե էսի կարևոր չներ, Հիսուսը երկու անգամ այս արտահայտությունը չէր բարձրաձայնի Պետրոսի համար։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Պետրոսն էլ դարձավ, տեսավ այն աշակերտին, որին Հիսուսը սիրում էր, որ ետևիցը գալիս էր, նա որել նրա լանջկովը ընկած ընթրիքի ժամանակին եւ ասեց. «Տեր, ով է քեզ մատնելու»։ Պետրոսը սրան տեսնելով Հիսուսին ասեց. «Տեր, բայց սա ինչ ալնելու»։ Սիրելիներ, ամենազարմանալի տեղերից մեկն է։ Հիսուս իրան խոսում ասում է, որ ով է քեզ կանչողը, դու իմ հետևից արի։ Ինչքան արագ մարդը շեղվում է այդ գլխավոր խոսակցություններից, ոնց որ ասես, չհասկանա ով է իր հետ խոսում, ինչ է իրան ասում։ Ինքը ասում է, բա այն մեկի հետ ինչ ալնելու։ Այնպես տպավորությունը ոնց որ մարդը խոսում է հարություն առած Քրիստոսի հետ։ Էլ ինչ պետք է քեզ հետաքրքրի։ Հələ մի բան մտածեք, որ դու հարություն առած Քրիստոսի հետ հանդիպես, քեզ ինչ որ մի բան կհետաքրքրվի։ Ինձ օրինակ չի հետաքրքրի այս պահին։ Երբ որ ես գիտակցում եմ, որ հարություն առած Քրիստոսի հետ ես կարամ հանդիպում ունենամ, ու եթե ինքը հանդիպի ինձ, անգամ կինս ինձ այդ պահին չի հետաքրքրի։ Անկեղծ եմ ասում։ Կարող ինքը ասի մի հատ նայ կնոջ հետ, ես նայեմ, բայց այդ պահին հաստատ ես չեմ շեղվի, որտեվ Հիսուսն է բացվել։ Լսեք, ոնց որ Հիսուսը այս գործն անում, ուզում եմ սրան ուշադրություն դարձնեք։ Երբ որ դու հարության իրականության հետ գործ ունես, դա փոխում է ֆոկուսը, ուշադրությունը։ Հələ տեսեք ինչ է կատարվում։ Նա թեքվում ասում է, բա սրա հետ ինչ ալնելու։ Կարևորներից շեղվելը այնքան հեշտ է, երբ չես ընկալում, ինչ է քեզ ասվում կամ ով է քեզ ասում։ Նորից եմ ասում։ Կարևորներից շեղվելը այնքան հեշտ է, երբ չես ընկալում, ինչ է քեզ ասվում կամ ով է քեզ ասում։ Հիսուս Քրիստոսը միշտ էլ հենվելու է Սուրբ Հոգու օգնությանը, որտեղ ինքը հասկանում է, որ հիմա իրանք ի վիճակի չեն ընկալեն, ինչ է իրանց հետ կատարվում։ Հələ իրանք ոնց որ եթերային իրավիճակի մեջ են, հարություն առած Քրիստոսի հետ են հանդիպում, հրաշք են տեսնում։ Նրանց ներսը կարելի ասել մի հատ այսենց մեծ շփոթություն է, համ ուրախ են, համ չեն հասկանում ինչ ալնելու։ Իրանք հանդիպել են այս ամեն ինչի։ Իրականում դրա համար Սուրբ Հոգու վրա է հենվում միշտ Հիսուսը։ Ինքը ասեց նա որ կգա ձեզ օգնելու է։ Նա օգնելու է ձեզ։ Նա իմ մասին կենթանության վկայություններ է բերելու։ Նա հենվում է։
Ուզում եմ շարունակություն տեսնենք։ Հիսուսը ինչ է խոսում այս մարդու հետ։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, Մատթեոս 16:13-ը Հիսուսն ասում է. «Կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսեք, խոսե եւ գալու բաները կպատմե ձեզ»։ Հիմա եկեք շարունակենք Հիսուսի խոսքը 21-22 խոսքում։ Հիսուս նրան ասեց. «Եթե ես կամենում եմ, որ դա կենա, մինչև ես գամ, քեզ ինչ»։ Նա նորից իր ֆոկուսը ուզում է բերի կարևորի հետևի վրա, ասում է իմ հետևից դու արի։ Պետրոսին 2 անգամ շեշտում է իմ հետևից դու արի։ Հարցը ինչն է, այստեղ իմ հետևից արտահայտությունը։ Մենք նոր կտակարանում 2 ձևով ենք տեսնում, սիրելիներ։ Մի ձևով տեսնում ենք բնականon, որ Հիսուսը կանչում է մարդկանց ու մարդիկ հետևում են Հիսուսին, բայց երկրորդ անգամ մենք տեսնում ենք, որ կրկնակի Հիսուսը օգտագործում է իմ հետևից արի գաղափարը ու ես ասեմ ձեզ, գիտեք եթե որն է, դու հարության իրականության հետևից պետք է գնաս։ Ինքը կրկնակի խոսում է հարության իրականության հետևից դու պետք է գնաս։ Ինչի, որտեղ ով է ասողը, հարյալ Տերը։ Երբ որ դու հասկանաս հարյալ Տերն է խոսում, դու կհասկանաս ինչի ինքը շեշտում է, որովհետև հարության իրականությունը շեղվելը շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Մեկից մեկ, տեսեք, մարդը զրույց անում, մեկ էլ թեքվել է ուրիշի մասին է մտածում, այն մեկի հետ բա ինչ ալնելու։ Ու այստեղ է որ շատ անգամ թշնամին իմանալով մեր ներսում այս հակումը նա ուզում է ֆոկուսը գողանա հարյալ Տիրոջ իրականությունից, որ մենք ոչ թե այդ հարության իրականությունով գործենք, շարժվենք, ակտիվանանք, այլ մենք այս մեկը բա ինչ ալնելու, բա այն մեկը ինչ ալնելու, բա այն մեկի հետ ոնց ալնելու, բա այն մեկի հետ ոնց ալնելու։ Տերը ասում է քեզ ինչ։ Դու իմ հետևից արի։ Դու իմ հետևից արի։ Դու իմ հետևից արի, որովհետև իմ հետևից գալու հետևանքով է, որ այն մյուսի համար էլ լավ կլինի։ Սա շատ կարևոր է։ Եվ այս խոսքը դուրս եկավ եղբայրների մեջ, թե այն աշակերտը չի մեռնելու, բայց Հիսուս չասեց նրան, թե չի մեռնելու, այլ թե կամենում են, որ դա կենա, մինչև ես գամ, քեզ ինչ։ Սա այն աշակերտն է, Հիսուս արդեն Հովհաննես իր մասին է խոսում, որ այս բաների համար վկայում է, այս բաներն էլ գրեց եւ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Հիսուսը արավ, որոնք եթե մեկ-մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհքս էլ բավական չլինի այն գրված գրքերը տանելու։ Պատկերացրեք Հիսուս ինչքան ավելի շատ բան արել, թե հարություն առաջ ժամանակ եւ թե հարությունից առաջ, որ Հովհաննեսը նման արտահայտություն է գրում, որ շատ բան արել Հիսուսը, բայց բոլորը չենք արձանագրել մի նպատակով, որովհետեւ դա չէր նպատակը բոլոր արձանագրեինք, նպատակն էր, որ Քրիստոսի հետ քեզ ծանոթացնեինք։ Փաստորեն ավետարանների գլխավոր նպատակն է, որ դու հանդիպես Հիսուսի հետ ու իր հարության իրականության հետ։ Սիրելիներ, երբ որ sense նայում ենք, կարդում ենք այս ուղղությունները, ինչի վրա ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ, շատ կարևոր է։ Ինչի վրա որ Հիսուսը ուզում էր Պետրոսի ուշադրություն գրաver, որ հետևի ինձ ինչպես հարություն առածի։ Հետևի ինձ ինչպես հարություն առածի։ Երբ որ դու հետևես ինձ ինչպես հարություն առածի, կյանքդ կփոխվի։ Բայց երբ որ դու հետևում ես ինձ ուղղակի անունով ինչպես պատմության, կյանքը չի փոխվում։ Դու պատմությունը գիտես, կարաս բոլորն էլ լավ ներկայացնես, բայց կյանքը չի փոխվում։ Դու մինչև չհետևես այդ հարության իրականությանը, դա փոփոխություն չի բերում քո կյանքի մեջ։ Ու գիտեք ես ինչ եմ նկատում, որ մենք այսօր կարիք ունենք, որ խնդրենք Տիրոջը, Տեր հայտնի ինձ, հայտնի ոնց որ իրանց, հայտնի ինձ, ես ուզում եմ այդ հարության իրականության մեջ գնամ, ուզում եմ այդ հարության իրականությունով լցվեմ, ուզում եմ որ այդ հարության իրականությունը շարժուղուր դառնա ինձ համար։ Ես չեմ ուզում սովորականի պես ապրեմ, որովհետև սովորականը հավասար է, որ դու գնացիր մեղքի աշխարհ։ Հնարավոր չի արդարությամբ ապրել սովորականի պես։ Դու պետք է հարության իրականությամբ ապրես, որ կարողանաս հակառակ գնաս ամեն անարդարության քո կյանքում։ Ամեն մեղքի ցանկությանը, որ քո դռների մոտ նստած բաղձում է քեզ, դու պետք է իշխես իր վրա, ոչ թե էդի գա քո տունը մտնի։ Այս քո կյանքը տունը դու պետք է իշխես եւ ոչ թե թույլ տաս, որ ինչ որ մի մեղք այս աշխարհի հոգին, այս աշխարհի սովորությունը ախորժելի դառնա քեզ համար, որ երբ որ մարդիկ քեզ նայեն, ավելի շատ իրանց նման մեկին տեսնեն, ոչ թե ինչպես լույս, որին դեպի լույսը կարան իրանք։ Երբ որ մարդիկ ինձ ու քեզ նայում են, ես անկեղծ եմ ասում, երբ որ մարդիկ ինձ հանկարծ նայում են կողքից, ու իրանք չեն հասկանում, որ ես Աստծո որդի եմ, այդ իրանց խնդիրը չի։ Այդ իմ խնդիրն է։
Երբ որ իրանք նայում են, հələ հայտնություն չեն ստացել, որ ես ով եմ, խոսքը ասում է, որ այս աշխարհը սպասում է Աստծո որդիների հայտնության։ Այդ նշանակում է իմ պատասխանատվության մեջ է մտնում Աստծո որդու իրականությունը բացել այս աշխարհին։ Դա խոսքերով չի, դա իրան հանդիպելու արդյունքում ալնում։ Երբ որ ես ու դու հանկարծ Հիսուսին հանդիպում ենք ու մեր կյանքը փոխվում է, հանկարծ իրանք տեսնելու են, որ դու սովորական մարդ ես իրանց մեջ։ Դու իրանց պես մեկը չես։ Երբ որ ինձ հանկարծ մեկ ասում է դու մեր պես մարդ ես, ես շատ վիրավորվում եմ, եթում եմ ապաշխարում եմ։ Լսեցիք։ Անկեղծ եմ ասում ձեզ։ Երբ որ ասում է դու մեր պես մարդ ես, աշխարհիկ մարդիկ, մեղավոր մարդիկ են ասում, ես եթում եմ ապաշխարում եմ։ Տեր ջան, ես հələ չեմ հասել նպատակին, որ այդ մարդը նա ինձի ու հասկանա, որ Աստծո որդու է հանդիպե։ Մենք պետք է անկեղծ լինենք, անմիջական լինենք, ոչ թե փորձենք մեզի պաշտպանենք, ոչ թե փորձենք մեզի ինչ-որ ձևով արդարացնենք, ավելի լավ է դու քո կոչմանը գաս, այդ հարության զորության մեջ գաս, այդ հնարավորության իրականության մեջ գաս։ Ինչի, որովհետև ես տեսնում եմ Հիսուսը ինքը հետևողական նպատակաուղված այս մարդկանց ներսում հարության իրականությանն է բացում։ Պատկերացրեք, մենք կարդում ենք Հովհաննեսին ու Պետրոսին, որ գնում են Քրիստոսի տաճար աղոթք անելու, չէ, 3-րդ գլխում գործարակելոց։ Այնքան ուզում են, որ ես ու դու ճաշակենք, վերապրենք այդ նույն բանը, որ ինչ որ իրանք վերապրեցին, երբ որ իրանք ասում են ոսկի արծաթ չունենք, բայց ինչ որ ունենք քեզ ենք տալու։ Պատկերացեք, մենք ռիսկ չենք անում երբեմն այդ խոսքերը օգտագործենք, ինչու, որովհետև մենք այդ խոսքերը եթե օգտագործենք ելնելով ուղակի ինչպես խոսք, որ կարանք համարձակվենք դա օգտագործենք, բայց եթե չհասկացանք ինչի մասին է խոսքը, որ մենք հարյալի իրականություն ունենք մեր ներսում, մենք այդ իրականությունից ենք բան ազատագրում։ Եթե էսի չհասկացանք, մենք ուղղակի կեժանացնենք Աստծո խոսքի ճոխությունը։ Ու ինքը հետաքրքրված է, որ հարության իրականությունը բացի քեզ համար։ Ու գիտեք, ձեզ մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Երբ որ Հիսուս ասում է դու ագապե ես անում ինձի, ու հետո ինքը ասում է չէ ես ֆիլիո եմ անում քեզ։ Պետրոսը ոնց որ ասի, ես մենակ բարեկամական սիրո մասին գիտեմ, բայց այդ ագապե սիրո մասին չգիտեմ։ Ու ինքը ասում է ոչինչ, Սուրբ Հոգին կգա քո վրա, ու դու այդ սիրուց դրթված գործ կանես, ոչ միայն բարեկամ կլնես ինձի, բայց նաև իմ ծառայողը կդառնաս ամեն տեղ, որտեղ ես քեզ կուղարկեմ։ Ու մենք տեսնում ենք, որ երբ որ Պետրոսը գալիս է արդեն Սուրբ Հոգով լցված, մենք տեսնում ենք հլնում է ինչ զարմանալի քարոզանում ու 3000 հոգի մարդափրկվում։ Ինչ է դա նշանակում։ Որ ինքը ձեռք բերեց այդ ագապեն, այդ շարժող ուժը, բարեկամական սերը լավ բան է, բայց ինքը շատ հեռու չի էթում, որովհետև ինքը ընդհատվելու հնարավորություն ունի ինչ-ինչ պատճառներով, բայց երբ որ ագապե սիրո ճոխությունը բացվում է մեր մեջ հարյալի իրականության պատճառով, մենք այդ ժամանակ չենք մնում նույն ձևի, սիրելիս մենք ասես մի անսպառ աղբյուրի ենք կպե, ու ասում է այդ սերը փռվում է ձեր սրտերի մեջ, ու այդ կենարազորությունը սկսում է հորդել մեր յուրաքանչյուրիս միջոցով, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Խոսքս ուզում եմ ավարտին բերեմ այս խոսքերով։ Ուշադրություն եկեք դարձնենք, որ երբ որ հարության իրականությունը մեր տեսադաշտից կորցնում ենք, երբ որ մոռանում ենք, երբ որ ամսի 20-ին տոնեցինք, մի քիչ ուրախացանք, հավաքվեցինք, տոնեցինք հավեսով, բայց անկեղծ, ես ես արդեն քանի օր անց է ամսի 20-ից, 20 օր անցել արդեն, 20-21 օր անցել է, ես մի օրն էլ չեմ դադարել դրա մասին խոսալուց, աղոթելուց, հռչակելուց, բարձրաձայնելուց, անկեղծ եմ ասում ձեզ։ Ու գիտեք ինչ ցավ եմ վերապրում, երբ որ հանդիպում եմ շատ շատերին, որ իրանք անցել են իրանց սովորական պրոցեսի մեջ ու մոռացել են հարության իրականությունը։ Իրանց սովորական առօրյա հոգսի մեջ։ Այս քանի օր առաջ որ աղոթքի մեջ էինք, աղոթքի ժամանակ մի հատ տեսիլք ես տեսա։ Երբ որ աղոթում ենք, ասում ենք Տեր ջան, թող քո ներկայությունը ամեն մեկի տան մեջ բացվի։ Ու այդ պահին մեկ էլ հանկարծ տեսարան եմ տեսնում, գիտեք ինչ ձևի տեսարան։ Ում կանչեմ։ Արի մի հատ Տիգրան։ Կարեն դու էլ արի։ Արամ դու էլ արի։ Ասենք հիմա պատկերացեք, ստե ինչ եմ ուզում տեսնեք։ Ինչ տեսարան էի տեսնում, տեսիլք էի տեսնում։ Աղոթքի ժամանակ ու ոնց որ համ ուրախալի տեսարան էր, համ ոնց որ սիրտս սենց տագնու վրա եղավ։
Պատկերացեք, հիմա դու ժպիտը դեմքիդ, այդ են ժպիտով ձեռքերդ էլ պարզած, այսենց, շատ հրաշալի տեսարանա, չէ, բոլոր տեսում եք, չէ, ժպիտը, ինքը ժպիտը արած, մենք էլ հիմա այս տան անդամներ ենք հիմա, բայց մենք գալիս ենք իրան չնկատելով, էլի, անցնում ենք, գնում ենք, գալիս ենք, հեռախոսները հանենք, Պրոստը անցու դարձ ենք անում, այսենց անցնում ենք, բան, վայ, ոնց ես, լավ ես, ամեն ինչ նորմալ է, հա, տան մեջ ենք, նորից հետ եկեք, մի գնացեք, հետ ենք գալիս, սենց գնում ենք, գնում գալիս ենք, լավ, սենց գնում գալիս ենք, էդ ինչ ես նայում, հա, հետաքրքիր բաներ են ասում, շատ լավ, բա դու, տիկտոկ ես նայում, չի մի գործ չունես այն մրդը, ասում են տարօրինակ բաներ, լավ, մենք սենց էթում ենք, դուք ուշադրություն դարձրեք, ինչ եմ ես ուզում, որ դուք տեսնեք, ինքը Հիսուսի դերն է խաղում ընտանիքի մեջ, ինքը ներկա է մեր տների մեջ, բայց մենք տների մեջ ներկա չենք իր նկատմամբ, ուշադրի չենք իր նկատմամբ, ինքը դեմքի արտահայտությունը չէլ փոխում, որովհետև ինքը ես այտենց էի տեսնում, որ մենք այտենց ման են գալի, գնում ենք, գալինք, մարդիկ սենց էթում են իրաց տների մեջ, ոնց որ Աստված բացեր, տեսնեի մի ակնթարթ մեր տները, տեսնեի մեր տներում ինչ եռուզեռ է, ու պատկերացեք ոնց որ Հիսուս սենց կանգնած ժպիտով, այս մեկը գալիս է, ամեն մեկի գալու փորձում ես մի թեթև ուղղություն տաս, որ ուզում ես գրկես, բայց իրանք էթում են չեն գալի դեպի քեզ։ Դավայ, նորից ենք անում հիմա։ Ուշադրություն դարձրեք։ Հիմա Հիսուս ինչ անում, ինքը ուզում է գրկի, բայց զբաղված են։ Ինքը ուզում է գրկի, բայց մենք զբաղված ենք։ Սենց էլի, ոնց որ ինքը ուզում է գրկի, որովհետև ինքը սպասում է հաղորդակցման, բայց մենք ավելի շատ իրարով ենք տարված, քան թե Հիսուսով։ Այս էր Տերը ցույց տվեց, թե մեր տներում ինչ է կատարվում։ Մենք ամեն բանի մասին խոսում ենք, բայց ասես Այս մի ամիսը հովիվը ձենը գցելա գլուխ, այս քանի կիրակի խոսում է հարության իրականության մասին։ Մեկ էլ Տերը ցույց է տալիս, ասում է, նայ տես ինչ վիճակում է ժողովուրդը։ Մարդիկ իրանց տներում անգամ այս մարդկանց պես ոնց որ մոռացել են, թե ում հետ գործ ունեն, ով է իրանց հետ խոսում։ Ու ինչի մասին ասես մենք խոսանք, բան կանենք, բայց մի բան չենք կանգնում, որ ասենք Ես ներկայություն եմ զգում։ Հով այդքան ասում է, արա կարող իսկականից Հիսուսը մեր տներում է, բայց մենք անտեսել ենք իրան։ Հանկարծ բան ես անում եք էլ ասում ես, Տեր ջան, ներողություն եմ խնդրում, որ ուշադիր չեմ եղել քո հանդեպ։ Ներողություն եմ խնդրում, որ դու իմ տան մեջ ներկա ես, բայց ես ասես ոնց որ սովորականի պես եմ մտածում, ու մեկ էլ հանկարծ Հիսուս այդ պահին հպվում է ու աչքերս բացվում է, սիրտս իր ներկայությունից բորբոքվում է, մեկ էլ հանկարծ ինքը բացվում է, վաու, դու ստեղ ներկա ես, վաու, մենք այս ներկայությունից ուրախանում ենք արդեն, ոնց որ այս ձև ներկայությունը Պետրոսը գրկեց, էլ չուզեցավ թողի, ինքը դրա համար այդ նավից իրան գցեց ջուրը, որ գա հարյալ տիրոջը բռնել բաց չթողի, այն առաջին անգամ ինքը մտածում էր, ասում էր, ինձանից դեն գնա, ես մեղավոր մարդ եմ, բայց հիմա ինքը չի ասում դեն գնա, ես կբռնեմ քեզ էլ բաց չեմ թողի։ Ու Հիսուսը իրան, շատ շնորհակալություն, Հիսուսը իրան հենց այդ հարցով էլ օգնում է, դրա համար ասում է, սիրում ես ինձ։ Չէ՞ որ ինքը բոլորից լավ գիտի, Պետրոսը ինչի նավից իրան գցեց ջուրը, լողալով եկավ հասավ Հիսուսի մոտ։ Նա եկավ հասավ Հիսուսի մոտ, ու Հիսուսը իր հետ, ոչ թե մյուսների հետ, այլ հենց իր հետ։ Դրանով իսկ ցույց է տալիս ամենակարևոր բանը, որ եթե դու բացահայտում ես, բաց մի թող առիթը, դու պետք է Հիսուսի իրականությամբ ապրես։ Սա իր ցանկությունն է, սիրելիներս։ Սա իր ցանկությունն է, որովհետև էդի է մեզի զորություն տալիս, օդ ու ջուր տալիս, մեզ շունչ տալիս, մեզ ակտիվություն տալիս, մեզ ոնց ասեմ, կյանք տալիս, որ մենք կարողանանք առաջխաղացում ունենանք։ Ինքան ուժեղ էր իրականում, որ ես սենց զարմացած էի մնացել, համ Հիսուսի հիացած դեմքն եմ նայում, թե ինքը ինչպիսի հիացմունքով է նայում, թեկուզ նրանց, որ անուշադիր ման են գալ իրանց տներում։ Բայց ասում եմ Աստված, ես չպետք է մնա, քո դեմքը հիացած մեկը չտեսնի ու բաց թողես հնարավորությունը, սա ամենամեծ կատաստրոֆան կլինի յուրաքանչյուրի համար։ Դրա համար սիրելիներս, ուզում եմ, որ մենք Հիսուսի պես հետևողական լինենք։ Խնդրեմ փառաբանողներ կան։ Ուզում եմ Հիսուսի պես հետևողական լինենք։ Եթե Հիսուսը կենտրոնացած է, որ
իրականությունը, կենթանությունը քո համար բարձրանա ու ինքը հանդիմանում է ամեն քարասրտությունը, որ մարդիկ չեն հավատում հարության իրականությանը, այսօր կարաս դու էլ թույլ տաս, Տեր, թող քո իրականությունը հանդիմանի իմ ներսում եղած ամեն մի քարասրտություն քո հարության իրականության նկատմամբ։ Լավ, հիմա պետք չի, որ ինչ-որ մեկ արդարան ասա, չէ, ես հավատում եմ, ինչա որ ապաշխարության բառը լսե, մի արեք այդպես բաներ, անկեղծ եղեք Տիրոջ հետ, եթե դու հավատում ես հարության իրականությանը, կյանքդ պետքա փոխվի, իրավիճակները պետքա փոխվեն, դու պետքա փոխվես, քեզ տեսնողները պետքա փոխվեն, դա հնարավոր չի, որ դու իրականում հանդիպես դրան ու քո կյանքը չփոխվի ու մարդիկ կողքի չնկատեն էդի, մարդիկ կողքի շատ շուտ են նկատելու, երբ որ քո կյանքի փոփոխություն տեսնում են, իրանք ասելու են, ինչա քո հետ կատարվում։ Մենք մի օր միտեղ էինք, մենք շատ աղոթում ենք մեր եկեղեցում իրականում։ Ու դրա համար այսօրվա դրությամբ սիրելիներս քաջալերում եմ, որ ձեր աղոթքի կյանքի մեջ շատ եղեք, ակտիվ եղեք, ավելի շատ եղեք, լավ։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, որ այդ իմ համար վկայությունն է մինչև հիմա զրնգում է իմ ներսում, երբ որ մենք Շվեդիա կոնֆերանսին գնացել ու մի կաֆետերիայում մեզի մեկը որոշեց հյուրասիրություն անի ու կոֆե հյուրասիրում մեկ էլ նստած էինք, ասենց կոտրված անգլերենով իրար հետ խոսում ենք ու մեկ էլ այդ տղեն թեքվել է Մերյան, միսիոներ տղա էր, մեկ էլ թեքվել է ես էի Սուսանան ու այդ տղեն նստած էինք, մեկ էլ թեքվել է ասենց ասում, զարմացած նայել է մեզ ասում է, դուք շատ եք աղոթում։ Առաջին անգամ ծանոթանում ենք այդ մարդու հետ։ Երբեք երկրորդ անգամ չենք տեսել իրան, որ հələ մի հատ էս ազատ մթնոլորտ անի ինչ որ տեղեկություն փոխանցած են։ Ինքը նայում է մեզ ասում է, դուք շատ եք աղոթում։ Ասի, որտեղից դուք հասկացաք, ասում է, ձեզանց լույս է ճառագում, ձեզանց բան է երևում, ձեր վրա ինչ որ մի հետաքրքիր բան կա։ Ու դա հնարավոր չի, որ լինի առանց աղոթքի։ Աղոթքը իրականում շատ ուժեղ բան է, երբ որ դու հասկանաս, սենց մի բան ասեմ, երբ որ դու հասկանաս, որ դու աղոթքի ժամանակ հարություն առած Քրիստոսի հետ ես հանդիպում, ինչ կանես։ Առիթը բաց չեք թողի։ Առիթը բաց չեք թողի, երբ որ դու տեղերը փոխես, մենք աղոթքի մեջ մտնում ենք, որ ինչ-որ բան իրանից ուզենք, բայց փոխեք ձեր աղոթքի ընթացքը, վերցեք այս մի 20 օր, որ մեր առջև կա, ու ամսի 8-ին մենք Պենտեկոստե ենք նշելու հունիսի 8-ին, այս մոտավորապես մի 20 քանի օրը, որ մեր առջև կա, 29 օր, ես կոչ եմ անում ամեն մեկիդ, որ ձեր աղոթքի մեջ ոչ թե դուք խնդրեք ինչի կարիքը դուք ունեք, այլ դուք մտածեք սենց, որ հենց դու մտնես աղոթքի, դու Տիրոջ հարություն առած Տիրոջ հետ պետք է հանդիպում ունենաս։ Նոր հետո քո կարիքի մասին խոսաս։ Դու առաջինը մտածի, որ հարյալ Տիրոջ հետ ես հանդիպելու։ Դու հարյալ Տիրոջ հետ ես զրույց ունենալու։ Դու իր ձայն ես լսելու։ Դու իրանից բաներ ես իմանալու։ Հələ պատկերացեք, երբ որ դուք այս սրտով մոտենաք հարցին։ Հաստատ համոզված եմ, որ ձեր աղոթքի կյանքը փոխվելու է, ձեր վերաբերմունքը փոխվելու է, ձեր մոտեցումը փոխվելու է։ Հիսուս այստեղ է, սիրելիներ, նա հարություն առ մեռելներից։ Ես ուզում եմ, որ մենք այդ իրականությունով լցվենք, որովհետև եկեղեցին դա իր մարմինն է։ Եթե հարյալ Տերը, որ կա մեր գլուխն է, եկեղեցու գլուխն է, ամբողջ մարմնի վրա այդ ազդեցությունը պետքա շատ ուժեղանա, որ այս աշխարհի մարդկանց վրա դա մեծագույն օգնություն ու ազդեցություն բերի, սիրելիներ։ Եկեք մենք տարված չլնենք այս աշխարհով, եկեք տարված լինենք հարյալ Տիրոջով, ինչու, որովհետև նա հարություն առ մեռելներից։ Նա հարություն է, սա պարապլուր մի ընդունի, դա ամենազարմանալի նորությունն է, որ երբևիցե դու կարաս լսած լինես։ Դա ամենազարմանալի նորությունն է, անգամ ասեմ ձեր նոր ստեղծված ընտանիքը չի կարա բաղդատվի այդ նորության հետ, որի հետ դու կարող հանդիպում ունենաք ամեն ժամանակ։ Անգամ ձեր ջիգարները, ձեր ընտանիքները, ազգատոհները, որ կարող նորության թեմա լինի, մարդ ենք ստացել Աստծով, նոր երեխեք անգամ որ ծնվում են, նա մեծ ուրախություն է, բայց երբ որ ուզենաս դնես համեմատես, որ այս լուրը, մեկ էլ Քրիստոսի հարության լուրը, նրանք իրար հետ չեն կարող համեմատվել։ Նա ամենալուրջ նորությունն է ու ամենաշատ անարգված նորությունն է։ Ու գիտեք ամենաշատ ում մոտ, հենց քրիստոնյաների մոտ։ Որտեվ սատանան կարելի ասել լավ աշխատել է, որ քրիստոնյաների ֆոկուսը այդ իրականությունից հեռանա եւ ավելի շատ սովորականի գերի դառնա։ Եկեք բարձրանանք, հենց հիմա Հիսուս ստեղ ուզում է դիպչի քո սրտին։
Հիսուսը հանդիմանեց իր աշակերտներին։ Հիսուսը հանդիմանեց իր աշակերտներին այն քարասրտության համար, որ նրանք ցուցաբերեցին, երբ որ հարության լուրը լսեցին մեկի միջոցով, երբ որ հարության լուրը լսեցին երկուսի միջոցով։ Հիսուս անգամ եկավ հանդիմանեց Փիլիպոսին, Թովմասին կներեք, այդ թերահավատին, երբ որ 10 հոգի իրան վկայում էին, որ Հիսուսը հարություն առե, բայց ինչա որ ինքը չի տեսասելա, մինչև ես մատս չդնեմ իր վերքերի մեջ, ես չեմ հավատա, ու Հիսուսը հայտնվում է հենց այդ պահին, ու ինքը ասում է՝ արի Փիլիպոս, Թովմաս, ձերքը դիր այդ ամեն ինչի մեջ, ու գիտեք, ու այդտեղ է ինքը ասում, Թովմաս, եղի հավատացյալ եւ ոչ թե անհավատ։ Դու պետք է հավատաս հարության լուրին։ Դու պետք է հավատաս։ Էսի այն լուրջ բանից մեկն է, որ հաճախակի մենք ասում ենք, մինչև ես չտեսնեմ, ես չեմ հավատա։ Բայց ըստեղը, որ Տերը ասում է, ով հավատաս մեր լուրին։ Ես հիմա լուր եմ տալի, որ ինքը հարություն առե։ Ես լուր եմ տալի նաև, որ ինքը իմաստը ներկա է։ Իսկ եթե ինքս տե ներկա է, կարած ձերքդ պարզես իրան ասես դիպչի իմ կյանքին։ Ինքս տե ներկա է, սիրելիներս, եկեք ուղղակի խնդրենք, որ ամեն քարասրտություն, ամեն թերահավատություն կամ անհավատություն թող իմ սրտից հեռանա, որ ես քո իրականության հետ գործեմ, քո իրականության հետ շարժվեմ, որտեղ նա այստեղ ներկա է, սիրելիներ։ Եկեք փառաբանենք Հիսուսին, եկեք ուղղակի աղոթենք, ամենակարող Հայր, ես հենց հիմա խնդրում եմ իրականում, որ դու դիպչես մեզ յուրաքանչյուրիս։ Քո հարության իրականությունը թող բացվի մեր ամեն մեկիս մեջ, որ մենք սովորականի պես չգնանք, սովորականի պես չմնանք մեր ընթացքում, մեր կյանքում, մեր հավատքով այդ հալու այս process-ի մեջ, օգնի, որ մենք սովորականի պես չլնենք։ Դու հարություն ես առել, դու արտասովոր մեկն ես, ու դա ամենազարմանալի լուրն է, որ մենք երբևիցե կարանք մենք ճաշակենք, վերապրենք, բացի մեր աչքերը, թանկագին Սուրբ Հոգի, բացի մեր աչքերը, որ մենք տեսնենք հարյալ Տիրոջը, իր ներկայությունը տեսնենք այս վայրում, իր իրականությունը տեսնենք մեր տների մեջ, իր իրականություն տեսնենք մեր գործերի մեջ, մեր ընթացքների մեջ, մենք խոնարհվում ենք քո առջև։ Շնորհակալություն ենք հայտնում Հիսուս, որ դու հարություն ես առել, ու ամենակարևորը դու կամենում ես բացվես մեզ համար, որտեղ դու կամենալով քեզ հայտնեցիր եւ ապացույցի արեցիր, որ դու կենթանի ես ու հաստատեցիր քո աշակերտներին անգամ հրաշքներ անելով, անգամ նշանները հիշատակելով, որտեղ դրանք ամենը հաստատության process-ներ էին։ Տեր, թող քո հաստատությունները բացվեն այս օրերի մեջ մեր յուրաքանչյուրիս կյանքում, որ մենք այդ իրականությունից լցված ապրենք, գործենք, շարժվենք, փոխվենք, կերպարանափոխվենք։ Գիտենք, որ դու այստեղ ես Հիսուս, գիտենք, որ դու հենց հիմա հպվում ես։ Քո հարության մթնոլորտը, քո հարության իրականությունը խոնարհեցնում ամեն մահվան մթնոլորտին, ամեն մահվան վախերը խոնարհվում են քո հարության իրականության մեջ։ Խնդրում ենք թող այդ իրականությունը ողողվի մեր սիրտը այնպես, որ մենք մահից չվախենանք եւ մահվան մթնոլորտների գերի չդառնանք եւ մեր գործողությունները ոչ թե դրդված լինեն մահի այդ հրահրող ազդեցություններից, այլ մենք հարության ազդեցությամբ հակազդենք ամեն մի մթնոլորտին, որ իր մեջ մահ ունի, որ իր մեջ վախ ունի, որ իր մեջ տանջանք ունի։ Հարյալ Տեր, օգնի իրապես մենք ճաշակենք այդ իրականությունը, օգնի, որ մենք ոչ թե կորցնենք քեզ մեր տեսադաշտից ու հետ վերադառնանք մենք մեր հին սովորություններին, այլ մենք տեսնենք այդ իրականությունը, որից դու մեզ հանել ես, որ մենք մանգանք այն իրականության մեջ, որի համար դու կանչել ես մեզ յուրաքանչյուրի։ Սուրբ Աստված, խոնարհվում ենք քո առջև, շնորհակալություն ենք հայտնում, որ դու հիմա դիպչում ես ամեն մի սրտին, դիպչում ես ամեն մի տանը։ Թող ամեն բեռներն ու ծանրությունները, այս աշխարհի հոգսերը ուղղակի հենց հիմա վայր ընկնեն, թոթափվեն, կոտրվեն յուրաքանչյուրի կյանքի վրայից, յուրաքանչյուրի մտքի վրայից, յուրաքանչյուրի մարմնի վրայից, յուրաքանչյուրի ընտանիքի վրայից։ Մենք հենց հիմա կոտրում ենք ամեն տեսակի բեռներ, որոնք քաղցր բեռներ չեն, որոնք քեզանից ջոկ բեռներ են։ Դու ասել ես, որ քո բեռը քաղցր է, բայց այն ամեն բեռները, որոնք ծանրություն, դառնություն, լարվածություն են բերում քո ամեն զավակների վրայից, թող կոտրվեն, թող վայր ընկնեն Հիսուսի զորավոր անունով։ Հիսուսի զորավոր անունով։ Հիսուսի զորավոր անունով։ Օ, մենք չենք հագենում քո իրականությունից։ Մենք չենք հագենում քո իրականությունից, Հիսուս, դու ինչքան իրական ես այս վայրում։ Այո, թող քո զորությունը մաքրի հենց հիմա, թող քո իրականությունը մաքրի ամեն մեկի սիրտը։ Եկեք երկրպագենք Տիրոջ, եկեք երկրպագենք, հանձնվենք իր կամքին, հանձնվի իրան, հանձնվի, ուղղակի հանձնվի, թող միտքդ չէ թա ուրիշտեղ, հանձնվի իրան, խոսի իր հետ,
Եթե որևիցե մի բան իր հարության իրականությունից գերազանցում է քո մեջ, դու կարիք ունես դա խոնարեցնես իր առջև։ Եկեք երկրպագենք։ Ես չեմ հագենում քո ճկնաղ սիրուց, ես չեմ հագենում ես չեմ հեռանա քեզնից չեմ հեռանա երեսն եմ քո տեսել քեզնից չեմ հեռանա ուզում եմ լինել որտեղ դու կաս ուզում եմ լինել սրտիդ մոտիկ քո սիրո պես սեր չկա հարյալ արքա քո սիրո պես սեր չկա ես չեմ հագենում Հիսուս քո ճկնաղ սիրուց ես չեմ հագենում ես չեմ հեռանա քեզնից չեմ հեռանա խոնարհվում ենք քո առջև երեսն եմ քո տեսել քեզնից չեմ հեռանա ուզում եմ լինել որտեղ դու կաս ուզում եմ լինել սրտիդ մոտիկ քո սիրո պես սեր չկա քո սիրո պես սեր չկա ուզում եմ լինել որտեղ դու կաս ուզում եմ լինել սրտիդ մոտիկ քո սիրո պես սեր չկա քո սիրո պես սեր չկա Զգում եմ, որ հիմա Հիսուս ուզում է հրաշքներ անի ձեզ համար խնդրում եմ ձեռքները դրեք ձեր մարմնի մեջ եթե ինչ-որ հիվանդություն կա ձեր մարմնի վրա դրեք ձեր ձեռքը իրականում նրանք ովքեր մեզ նայում են դուք էլ ձեր ձեռքերը դրեք ձեր մարմնի վրա Հիսուսը հարություն է առել եւ նա հաստատում է հրաշքներով, նշաններով իր հարության իրականությունը, թող իր զորությունը հենց հիմա դիպչի, որ ամեն ցավ հեռանա քեզանից, ամեն տանջանք հեռանա, ամեն ուռուցք հեռանա, ամեն տեսակի ուռուցքներ։ Մենք հենց հիմա հրամայում ենք, որ մարդկանց մարմիններից հեռանա, այն ուռուցքները, որ անգամ շոշափելի են։ Մենք հենց հիմա ամեն մի շոշափելի ուռուցք, որ մարդը կար իր ձեռքով շոշափի եւ հասկանա, որ ուռուցք ունի։ Մենք հենց հիմա հրամայում ենք, որ այդ ուռուցքները հենց հիմա անհետանան յուրաքանչյուրի կյանքից։ Մենք հակազդում ենք այդ ամեն ուռուցքներին։ Հիսուսի զորավոր անով, ամեն մի խնդիր, որ կա մարդկանց լյարդի մեջ, մենք հենց հիմա հրամայում ենք, որ քո բժշկարար զորությունը դիպչի ամեն մի հիվանդություն, որ կա հենց հիմա որ դիպչի։ Ո Սուրբ Աստված, թող լյարդը մաքրվի ամեն օտար բաներից։ Մենք հենց հիմա սաստում ենք ու քանդում ենք ամեն մի հիվանդության արկայությունը յուրաքանչյուրի կյանքում։ Մենք հենց հիմա Հիսուսի անունով ասում ենք, որ ամեն տեսակի նյարդային լարվածություն, որ կա մարդկանց մկանների մեջ, մենք հրամայում ենք, որ այդ
ցավը, այդ լարվածությունը հենց հիմա հեռանա Հիսուսի անունով ամեն տեսակի տանջանք բերող դիվական ներկայություն հրամայում ենք, որ հեռանա յուրաքանչյուրի ընթացքից, ամեն մի հետևողական հսկողություն մենք քանդում ենք յուրաքանչյուրի ընթացքի վրայից։ Ո Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու հենց հիմա բժշկում ես մարդկանց երիկամները, ողնաշարը, հենց հիմա թող մաքրվի ողնաշարը, թող ամեն տեսակի լարվածությունից ազատվի ողնաշարը, հենց հիմա ասում ենք, որ այն բոլոր ուռուցքները, որոնք դուրս են եկել ողնաշարի մեջ, հենց հիմա հետ վերադառնան, կարգ ու կանոն գա, մենք հենց հիմա ասում ենք, որ ամեն հոդային երևույթները կարգ ու կանոնի մեջ կան, որ ամեն բռնված ցավը թողի հեռանա հենց հիմա Հիսուսի անունով, ամեն տանջանքի ոգուն մենք արգելում ենք Հիսուսի անունով, ամեն տանջանքի ոգուն, որ հեռանա յուրաքանչյուրի կյանքից Հիսուսի զորավոր անունով։ Մենք հենց հիմա ասում ենք նաև Հիսուսի անունով, որ ամեն մի տեսողությունը վերականգնվի, ամեն մի տեսողություն, որով վնասվել է ինչ պատճառներով, մենք հենց հիմա ասում ենք, որ ամեն տեսողություն վերականգնվի, յուրաքանչյուրի աչքերը վերականգնվեն, նրանք ովքեր խնդիր ունեն, նրանք ովքեր կուրության մեջ են, մենք հենց հիմա հրամայում ենք, որ այդ կուրությունը հեռանա Հիսուսի անունով, մենք հրամայում ենք, որ այդ կուրությունը հեռանա Հիսուսի անունով, ամեն կուրության ոգի, ամեն հիվանդության ոգի, որ կպած է տեսողության ոլորտին, մենք արգելում ենք եւ հրամայում ենք, որ հեռանա Հիսուսի անունով, Հարյալ Տիրոջ զորություն են կանչում ամեն մի տկար մտքի վրա եւ ասում ենք մտքերը, որ կարգ ու կանոնի մեջ կան, որ ամեն թափառական մտքերը հեռանան, որ ամեն խառնաշփոթված մտքերը խաղաղվեն Հիսուսի զորավոր անունով, որ ամեն տանջանք մարդու էմոցիաների ոլորտում մենք հենց հիմա ասում ենք, որ խաղաղություն գա։ Օ հարյալ Տեր, դու հրաշքներ անող Աստված ես, թող քո հրաշքների տարափը հենց հիմա դիպչի յուրաքանչյուրին, որ նաև դիտում են մեզ Հիսուսի անունով, թող քո վկայությունները բարձրանան, թող քո օգնությունները բարձրանան, թող ամեն տեսակի ծանրություն հենց հիմա հեռանա Հիսուսի անունով։ Հենց հիմա մենք քանդում ենք ամեն ծանրություն, որ մեղքի պատճառով հսկում է մարդուն, թող քանդվի այդ մեղքի կապանքները հենց հիմա յուրաքանչյուրի կյանքի վրայից։ Սուրբ Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում, որ քո զորությունը շատ իրական է ու դու հարյալ Տեր, քո վկայությունը բերում ես ինչպես ես մարդկանց կյանքներում, այնպես էլ այսօր այս վայրում մեր յուրաքանչյուրիս մեջ, ովքեր դիտում են մեզ, թող այդ վկայությունները գա իրանց կյանքների մեջ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, եկեք բարձրացնենք մեր շնորհակալությունը հայտնենք Տիրոջը։ Տերը իրականում քո Տերն է, նա քո հետ գնալու է ուր որ գնաս, նա քո հետ է լինելու, ուզում է որ դու էլ իր հետ լնես ուր որ գնաս, որովհետև նա բաներ անելու քո միջոցով, նա գործեր անելու քո միջոցով, նա ուզում է որ դու իր հետ լնես, նա ուզում է որ ոչ թե ինքը քո հետ լինի, նա ուզում է որ դու իր հետ լնես իր ուզածների մեջ։ Ո Սուրբ Աստված, մենք փառաբանում ենք քեզ, դու արժանի ես, գովաբանում ենք քեզ, օրհնում ենք քո անունով ամեն մեկի տունը։ Ո Սուրբ Աստված, դու արժանի ես, որ քեզ փառաբանենք, դու արժանի ես, գովասանք ընդունել, դու արժանի ես Տեր Հիսուս, հարություն առած, մեծ արված արքա, արժանի ես դու, որ քեզ գովերքենք, փառաբանենք, մեծարենք, արժանի ես դու, Սուրբ Աստված արժանի ես դու։ Փառք Աստծուն, ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։
Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել։ Անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա։ Բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրաձայնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել։ Նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։